Տասնամյակներ տևած ընդհատակյա զարգացումից հետո արցախահայության պայքարը հրապարակ դուրս եկավ 1988-ի փետրվարին։ 1988-ին արցախցիները հրապարակ էին դուրս եկել միացում պահանջով։ Այդ պահանջն ամրագրվել է փետրվարի 20-ի պատմական նիստում։ Դա ոչ սկիզբն էր, ոչ էլ առավել ևս ավարտը, հիշում է դեպքերի ժամանակակիցը։ Փետրվարյան նստաշրջանից հետո էլ արցախահայությունը չի լռել։ 88-ի փետրվարի 20-ից հետո ժողովուրդը չի լռել։ Մի քանի անգամ էլ եւս նստաշրջաններ էին հրավիրել, այսինքն 88-ի հունիսի 15-ին, 88-ի հուլիսի 12-ին։ Այդ ընթացքում աստիճանաբար շրջանառության մեջ մտավ մինչև միացումը Արցախը միջանկյալ հանգրվանի հասցնելու գաղափարը։ Առաջարկը Մարզխորհրդի նստաշրջանում դեռ 88-ի ամռանն է հնչել։ Ես հիշում եմ դեռևս 88-ի հուլիսի 12-ին ես որպես այն ժամանակվա պատգամավոր, ժողովրդական պատգամավոր, հուլիսի 12-ին ես հայտարարեցի Ադրբեջանի կազմից դուրս։ Իհարկե տամանած թղթի վրա, սակայն իրադարձությունները ավելի արագ էին զարգանում։ Սումգայիթում, իսկ ավելի ուշ Բաքվում եւ այլ բնակավայրերում հայերի ջարդերն ու տեղահանությունները, զուգահեռաբար նաեւ Արցախում սկսված ճնշումները մի ավելորդ անգամ էլ ապացուցեցին, որ Բաքուն խնդիրն օրինական ճանապարհով կարգավորելու մտադրություն չունի։ Այս ամենն արցախահայության մեջ ամրապնդեց սեփական ճակատագիրը սեփական ձեռքով տնօրինելու գաղափարը, այնպես որ 1991 թվականի օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց, Արցախում երկար չմտածեցին, ասենք այլընտրանք էլ չկար, սակայն անգամ այդ օրհասական պահին Արցախում դուրս չեն եկել դեռևս ուժի մեջ մնացող միութենական օրենսդրության շրջանակներից։ Հաշվի առնելով, որ նրանք անկախացան, այսինքն օգոստոսի 30-ին, եւ այն ժամանակվա սովետական միության սահմանադրությունում հստակ գրված էր, հոդված կար, եթե հանրապետությունը դուրս է գալիս միութենական կազմից, ապա այդ հանրապետությունում գտնվող, ասենք ավտոնոմ հանրապետություն լինի, ավտոնոմ մարզ լինի, նույնիսկ օկրուգ լինի, նրան իրավունք էր վերապահվում ինքնուրույն քննարկել իր հետագա ճակատագիրը։ Սեփական ճակատագիրը սեփական ձեռքն առնելու բախտորոշ որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա մասնաշենքում։ 24-ամյա հուշերի հետքերով դեպքի վայր վերադարձող ազգային ժողովի падգամավոր Արմո Ծատուրյանը այդ պատմական նստաշրջանին մասնակցել է որպես Մարզխորհրդի ժողովրդական падգամավոր։ Մարզխորհրդի նիստերի դահլիճը այսօր որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նիստերի դահլիճ է ծառայում։ Չի կարելի ասել, թե դահլիճը շատ է փոխվել, կահավորումն է փոխվել։ Այն ժամանակ այնտեղ կար ամբիոն, մի քիչ բարձր, այս հատակից բարձր, որտեղ վարողներ նստում, քարտուղարներ նստաշրջանի նստում, այնտեղից դուռ կար բացված, այն դուռը փակվել է, մնացածը մնում է իր տեղը, այստեղ կենտրոնով միջանցքեր ու նստարանները երկու մասի բաժանված։ Այսօր նախագահության կողքի դուռը չկա, պատին էլ Արցախի Հանրապետության զինանշանն ու դրոշն է ավելացել, շատ բան է փոխվել։ Արմո Ծատուրյանը սակայն անսխալ հիշում է պատմական նիստերին ինքը որտեղ էր նստած։ Ես միշտ համարյա այս աջ մասի հետևից 4-5-րդ շարքը էի նստում։ Այս դահլիճը 150 падգամավորի համար էր նախատեսված։ Սեպտեմբերի 2-ի նիստին չէին ներկայացել ադրբեջանցի падգամավորները, սակայն անգամ առանց նրանց դահլիճը նեղ էր հավաքվածների համար։ Սեպտեմբերի 2-ը դա միայն մարզային խորհրդի падգամավորները չէին, դա բոլոր կարգի падգամավորներն էին մասնակցում, այսինքն եւ քաղաքային խորհրդի падգամավորները, շրջանների падգամավորները եւ գումարած Շահումյանի շրջանի падգամավորները։ Այստեղ լեփլեցուներ, բացի падգամավորներից կային նաեւ ակտիվիստներ, այսինքն կրունկի նախկին անդամներ, տնօրենների խորհրդի անդամներ, վերջապես շարժման ակտիվիստները, շարժման լիդերները։ Այդ օրը ելույթները շատ էին ու հուզական, շատերը դեռ պահպանում էին լավատեսությունը, որ հարցը կհաջողվի մոտ ապագայում վերջնական հանգրվանին հասցնել։ Դժբախտաբար չեղավ, սովետական միության փլուզումից հետո արդեն սկսեցին յուրաքանչյուրը վերմակը ձգել դեպի իր կողմը։ Արցախցիների բաժինը գոյության համար պայքարն էր, սակայն դա գիտակցված ընտրություն էր։ Սեպտեմբերի 2-ի հռչակագիրը ամրապնդվեց 91-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով, իսկ հետո եկավ հռչակածը զենքով պաշտպանելու ժամանակը։ Պատերազմում շատ կորուստներ կրեցինք, շատ ավերածություններ կրեցինք, բայց եթե այն ժամանակին այդ քայլերը չանեինք, գուցե այսօր Ղարաբաղում
Ղարաբաղը ամբողջովին կհայաթափվեր, ինչպես Նախճիվանն է։ Այսօր Նախճիվանը հուշակարերն էլ չեն թողում, հուշարձաններն էլ չեն թողում մնա։ Արցախի հանրապետության 24 տարվա ձեռքբերումներին չի շտապում գնահատական տալ, կատակում է այսօր ոչ թե գնահատականի, այլ աշխատանքի ժամանակն է։ Տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ հետո երևի հետագա սերունդները արդեն իրենք կանաշեն լավն ու վատը։ Նոր սերունդն էլ պակաս վճռական չի տրամադրված։ 91-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, սակայն հիմք ընդունելով միջազգային իրավունքի տարրերը, այդ որոշումը պետք է տարածել այն ողջ տարածքի վրա, որն ապօրինաբար անջատվել է Արցախից 1921 թվականից ի վեր, համոզված է Արտակ Բեգլարյանը։ Ինձ համար, իմ կարծիքով, առանցքայինը այստեղ ոչ թե Խորհրդային Միության համապատասխան օրենսդրական դաշտն է, այլ միջազգային իրավունքն է եւ նաեւ նախախորհրդային շրջանում եւ նաեւ խորհրդային շրջանի սկզբնական հատվածում տեղի ունեցած իրավական եւ ոչ իրավական ապօրինի գործողությունները։ Միջազգային նորմերին հետևելը կարևոր է համարում Արտակ Բեգլարյանը, բայց եւ ցավով արձանագրում, անգամ լուսավոր 21-րդ դարում իրավունքները մարմին են ստանում միայն այն դեպքում, երբ դրանց թիկունքում ուժ է կանգնած։ Արցախի հանրապետության 24-ամյա ընթացքն է ասվածի վկայությունը։ Մենք իհարկե պետք է ունենանք իրավական փաստաթղթեր, իրավական հղումներ, իրավական փաստարկներ, որոնց վրա պետք է կառուցենք հետագա մեր հիմնավորումները։ Դրանից ավելին, եթե շատ անկեղծ լինենք, իհարկե միջազգային իրավունքը որևէ կերպ ազդեցություն չունի Արցախի գոյության կամ չգիտեմ Արցախի ապագայի վրա։ Ես միշտ էլ այն մտքին եմ, որ կարևորը մեր ժողովուրդը ընդունում է, որ հանրապետությունը, հռչակված անկախ հանրապետությունը, իհարկե իր դժվարություններով, իր բարդություններով, իսկ միջազգային հանրությունը չի կարող անվերջ անտեսել անկախ Արցախի գոյության փաստը։ Մերօրյա զարգացումներն են հուշում, որ աշխարհն այսօր ավելի պատրաստ է հաշտվել առկա իրավիճակի հետ, քան էր 24 տարի առաջ։ Դա միանշանակ է, քանի որ 24 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն ցույց է տվել որոշակի հաջողություններ, որոշակի փորձ է ձեռք բերել եւ իհարկե աստիճանաբար պատմության ընթացքում, տարիների ընթացքում միջազգային հանրությունը համակերպվում է եղած իրադրության հետ ու աստիճանաբար հարմարվում է նոր իրականությանը։ 1991 թվականի սեպտեմբերին, երբ այս շենքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սրանք պարզապես փոքրիկ տնկիներ էին, որոնք երբեմն նույնիսկ չէին երևում ցուցարարների խիտ շարքերի հետևում։ 24 տարի անց բարձր ու գեղեցիկ ծառերի են վերածվել եւ զարդարում են անկախ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական վերածննդի հրապարակը։ Անցած 24 տարիները կայացման ու զարգացման տարիներ էին նաեւ երիտասարդ հանրապետության համար։ Արցախի պաշտպանության եւ զարգացման դիրքերում այսօր հայրերին որդիներն են փոխարինել, առաջնագծում անկախության սերունդն է։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։